վերջի օրերին շատ է սահմանափակումներ Ռուսաստանի կողմից, նաև հանձնաժողովի նախագահը ուսումնեց հարցներ։ Մենք խոսում ենք, որ Ռուսաստանի կողմից այս սահմանափակումները կա, բայց իշխանությունն ասում է այլընտրանքներ պետք է լինեն։ Հիմա Հայաստանի գյուղացին, մթերք արտադրողը, երբ որ կանգնած է խնդրի առաջ, հիմա օրինակ Արմաշում արդեն ասում են ցույցեր են անում։ Ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունը։ Հիմա ԵԱՏՄ շուկան երբ որ փակվելու է իր համար, որովհետև սահմանափակումներ կարծես թե ամեն օր ինչ որ ավելանում են։ Ինչ է առաջարկում մարդուն, որը բերքը թափվում է ծառի տակ եւ ինքը չի կարողանում իր բերքը արտահանել։ Բերքը չգիտեմ ծառի տակ ինչու է թափվում, կարծում եմ բերքը հավաքողություն ունի, բայց ամեն դեպքում ես պետք է նշեմ, որ բյուջեի քննարկման շրջանակում այստեղ էր նաև էկոնոմիկայի նախարար պարոն Պապայանը եւ ներկայացրեց մանրամասն, թե էկոնոմիկայի նախարարությունը ինչպես է աշխատում բոլոր գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ձեռնարկատերերի հետ, առաջարկելով տարբեր այդ թվում այլ շուկաների հասանելիություն, այդ թվում աջակցության ծրագրեր ֆինանսավորման եւ որոշ մաքսային վճարներից ազատելով։ Ես այս մասով կարող եմ sense պատասխանել, որովհետեւ դա անում մեր ինչպես դուք նշեցիք իշխանությունը, այսինքն դիվերսիֆիկացնում է շուկաները, որպեսզի կարողանա ապահովել մեր արտադրողներին մուտք դեպի այլ շուկաներ, ինչը կարծում եմ նորմալ է եւ մեր անկախության եւ անվտանգության տեսանկյունից սա կարեւոր ռազմավարական գործողություն է, որը պետք է անի ամեն իշխանություն իր երկրի համար։